Եք վերաբերվում։ Բայց դուք շատ եք հարց տալի ոնց է։ Էս էլ հոգևոր ոլորտից, այս երկու հարցի տամ ու վերջ։ Դուք օրինակ ինչպես եք մեկնաբանում, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Արշակ Սրբազանի մասին մի գրառում է անում, ես շատ վատ եմ, ես դա չեմ կարող մեջբերել, բայց քերակնոջ թեմայով։ Այդպիսի մի մեջբերում է անում, հետո դրանից հետո արդեն հայտնվում է դաշտ մարդու անձնական կյանքից գաղտնի նկարահանված մի հատված, այսինքն այդ ովքեր են կազմակերպում, իրավապահ կառույցներն են, այդ ճշգրտությունը ինչպես է, որ վարչապետի մոտ հայտնվում է, հավանաբար այդպիսի մի բան, ապացույց կամ ինֆորմացիա չգիտեմ, հետո դա այսպես հրապարակ է նետվում։ Դուք եւ ընդհանրապես մարդկանց մեջ այսպիսի բան կա, հատկապես պաշտոնյաների, հատկապես Փաշինյանի ընդդիմադիր մարդկանց շրջանում, որ ամենուր գաղտնալսում են, նկարում են, որպես այսպես կոմպրոմատների ինստիտուտ է։ Նախ Փաշինյանի հայտարարության ու հետո այսպես հրահոս նետված այդ տեսանյութերի մասին ասեք եւ ձեր կարծիքը, ձեր մեկնաբանությունը եւ երկրորդը ինչ է այդ ամեն համատարած նկարելը, բանը գաղտնալսելը, այդ կոմպրոմատները ինչ փուլում են, իսկապես այդպիսի ակտիվ իրավիճակ է, դուք Փաշինյանին ընդդիմացող բոլորին այդպես նկարում են, իրավապահները դուք չէ, այսպես ընդհանուր ասեմ։ Հարգելի լրագրող, ես նախ կրկնեմ, որ չեմ կարող մեկնաբանել վարչապետի հայտարարությունը եւ լիազորված չեմ դրա համար, բայց ես որքան լսել եմ այդ հայտարարության մեջ ըստ էության կոնկրետ անձի անուն, ես չգիտեմ ինչի եք նույնացնում այս տեսագրության հետ, բայց որ արձագանքում էր այդ մարդը։ Հա, ես տեղյակ չեմ, բայց նշեմ ինչ վերաբերվում է մեր տիրույթում, թե այս դուք արդեն քննչական կոմիտեն նաև հաղորդագրություն տարածել, որ այդ մասով նաև վարույթ ունենք նախաձեռնված ըստ էության, այդ վարույթով նախաքննություն է կատարվում եւ համապատասխան անձին կհրավիրվեն հարցաքննության։ Բայց թույլ տվեք, կներեք չի խարխլում մարդու բաղնիքում տեսանյութ։ Հալիկ ջան, էսա կպատասխանեմ։ Մի երկրում, որտեղ անձին տեսանկարում են գաղտնի իր լոգարանում։ Հասկանում եմ ձեր հարցը, բայց բերեք մոտենանք այն կախավարկածից, դուք անդադ սևեռվել եք, որ էդի արվելա իրավապահ մարմինների կողմից, չէ՞, դուք այդ վարկածն եք շրջանառում, բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, որևիցե միջադեպի մասնակիցները մեկը մյուսն է հրապարակի, դուք ինչի այդ վարկածը, դուք սևեռվել եք, մենք կստուգենք այդ վարկածը։ Ես չգիտեմ, մենք ունենք ընդամենը հրապարակված տեսաձայնագրություն, բայց չգիտենք դա երբ է կատարվել, ով է կատարվել, ինչ հանգամանքներում է կատարվել, ոնց է հայտնվել։ Ուսումնասիրում եք, չեք կանխում, չեք գտնում են Ես որ նման բաներ։ ճիշտ ասած քննչական կոմիտեն դեպքերով զբաղվում է։ Իրավապահների գործն է, այսինքն եթե նույնիսկ Դե ո՞նց կարան կանխեն օրինակ, ինչը կանխեն, նկարելը։ շարունակական Ներողությունը մեկ այլ հարցի անդրադառնանք սովորական քաղաքացիների խնդիրները կարծեք անտեսում։ Դուք այն TikTok-ի դեպքը որ կար, որ տղայի գլուխը մեքենայի ապակուտակ էր դրել եւ ապակին բարձրացնում էր վերև։ Այդ գործը ինչու տենց մատների արանքով գնաց Անցապան Պողոսյան։ Հայտնի աղմկարույց դեպք էր։ Դե հիմա չեմ կարող այդ հարցին։ Եթե բանա կարող եք գրավոր կամ չգիտեմ հետաքրքրվել, մենք կպատասխանենք այդ հարցին, չեմ կարող ասել։ Եվ մի անանուն նամակ եմ ստացել քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցներից, որտեղ դժգոհում են աշխատաժամանակի մասին, ասում են, որ առավոտ գնում ենք եւ չգիտենք երբ ենք դուրս գալիս, կարող է գիշերվա 1000-ին զանգեն, հետ կանչեն եւ չկա համապատասխան վճարում, արդյոք խնդիրը իսկապես այդպես լուրջ է բան։ Իսկ այդ անոն դիմի մեջ գրած է քննչական կոմիտեի նախագահ երբ է գնում աշխատանքի վայրից կամ երբ է գնում։ Գուցե դուք եք գնում։ Կարող է։ Չէ, բայց խնդիրը Չէ, դժգոհություն չկա ընդհանուր քննիչները, նշեմ, որ քննիչները, այ ֆայլակը կհաստատի։ Ես ժամը 8-ին գործի տեղն եմ մնում, ամեն առավոտ 8-ից շուտ եւ շատ ուշ եմ վերադառնում, բայց լսեմ, դա չի խնդիրը։ Ես նշեմ, որ քննչական կոմիտեում նորմալ հոգեբանական մթնոլորտ է տիրում եւ քննիչը այսօրվա պայմաններում պարտադիր բոլորը գնում են պարտադիր ոչ թե գնում են պարտադիր սպառում են իրենց արձակուրդը։ Թե գրում են գնաց արձակուրդ, բայց գալիս են գործել։ Դա չի կարող նման կերպ լինել, որովհետև եթե անձը գտնվի արձակուրդում, բայց քննչական գործողություն կատարի, դա հետագայում կվիճարկվի։
Պարոն Պողոսյան, տեսեք, Բայց բերեք իրականում ավարտենք էլի որ արդեն։ ինքը իր ձևով կանգնելու է, պաշտպանելու է եկեղեցին։ Այդ հարցին պատասխանեցի Հա, բայց դրա համար մարդուն Այդ հարցին կանգնավորելը պատասխանեցի։ Հայաստանի ժողովրդավարության բաստիոնում որքանով է տեղավորվում։ Այդ հարցին պատասխանեցի Չէ, ճիշտ է։ այդ կոնտեքստով չէր։ Չէ, այդ կոնտեքստով էլ պատասխանել եմ։ Ժողովրդավար է Հայաստանը։ Ինչու են ձեզ ուղեկցում ինչև ձեր մուտք շենքի։ Դուք ինչ որ վտանգ կա, ինչ որ բանից եք, այդ թաղամասից եք վախենում, ինչն է պատճառը, որ դուք այդպիսի հսկողությամբ հասնում եք ձեր։ Դուք տեսել եք։ Տեսել եմ, շենքի մուտքի մոտ տեսել եմ, անձամբ տեսել եմ։ Մենք ձեր հարևաններն ենք, պարոն Բայց ո՞նց է ստացվել, որ լրագրողները Չէ, տեսել եմ, լսել եմ շատ։ Ինչ Սա որ սա անձնական է, կարծում եմ։ Այս հարցին է պատասխանեմ եւ ձեր թույլտվությամբ վերջացնենք, դա ես չեմ որոշում, դա թե ձևաչափը, ուղեկցման եղանակը, անձանց քանակը եւ այլն որոշում է պետական պահպանության ծառայությունը։ Պարտադիր պաշտոնյաների ցանկում կա, որ պետք է ունենան պետական պապ, թե վարչապետի հատուկ Այո, որոշմամբ։ այո։ Շնորհակալություն։ Որը այո, գներեք մի րոպե, որը այո, վարչապետի որոշմամբ թե կա։ Ես նաև ընդգրկված եմ այդ պաշտոնատար անձանց ցանկում, նաև չէ, ընդգրկված եմ եւ նաև, բայց նաև իհարկե որոշման պահալում վարչապետի։ Այսքան եթե ուրիշ հարց ունեք, Եթե վարչապետը նման բան է որոշում, ուրեմն տվյալ պաշտոնյային ինչ որ վտանգ։ բայց մինչև իմ այս պաշտոնը զբաղեցնելը նախորդ քննչական կոմիտեի նախագահն էլ էր։ Բայց դուք ժողովրդավարության բաստիոնում եք ապրում։ Մենակ հարց են։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Վտանգների հետ։ Դա կապ չունի, չէ՞, ձեր ասած մատնանշված դեպքերի։ Կապ ունի։